Եվ կուզենայի նաև անդրադառնալ այստեղ քաղբանտարկյալների թեմային, որտեղ քաղբանտարկյալները այսօր մեր խիղճն են եւ մենք կարծես այս մարդիկ օրինակ հենց Նարեկը, մեր բոլորի փոխարեն փորձում էր պայքարել, իր հացադուլը ինքնանպատակ չէր, այդ հացադուլը կոնկրետ բոլորիս էր վերաբերում, որ բոլորը տեք անազատության մեջ, ես այն միակ մարդն եմ, որ փորձելու եմ առողջությունս վտանգի ենթարկելով փորձել ինչ որ բան տեղի ունենա, այսինքն ինչ որ բան այս իշխանությունների մոտ, դա կլինի խիղճ, դա կլինի օրենք, դա կլինի ինչ որ սահմանադրորեն, իրավագիտորեն կետեր, որոնք կբերեն նրան, որ այս մարդիկ, ովքեր որ այսօր անազատության մեջ են, գուցե հոդվածները փոխվեն, գուցե հոդվածները փոխվեն։ Նարեկը այս առումով մեր բոլորի խղճի քաղբանտարկյալն է, որը իր առողջությունը այո դրեց վտանգի տակ, այսօր էլ հիվանդանոցում է եւ փորձում է եւ նա քաջառողջություն մաղթենք, բայց նույնիսկ այս սթափեցնող քայլը Նարեկ Սամսոնյանի բնականաբար իշխանության վրա որևէ ազդեցություն չի թողելու։ Հակառակ պարագայում չէր լինի Սրբի Գալյանի երթական ցինիկ հայտարարությունը։ Նա ասել է բառացիորեն եմ ցիտում, որպեսզի հետո մեզ չմեղադրեն խոսքը նենգափոխելու մեջ, նա ասել է, որ խոսքի ազատության համար որևէ մեկը մեր երկրում չի կալանավորվում, այլ կալանավորվում է այնպիսի երևույթների համար, որոնք քրեորեն հետապնդելի են։ Այսինքն ինչ որ տեղի ունենում օրինաչափ։ Ես հիմա ստիպված ասեմ, որ Տիկին Սրբուհի Գալյանը սուտ է խոսում, որովհետև դուք նոր հենց խոսում եք Նարեկ Սամսոնյանի իսկապես քաղաքացիական խրախուսելի եւ համարձակ քայլի մասին, ավելացնենք նաեւ Վազգեն Սաղաթելյանին, ընդհանրապես ավելացնենք նաեւ Բագրատ Սրբազանին եւ Արթարներին, ավելացնենք նաեւ Միքայել Սրբազանին, որի միայն կալանքը մի փոքր մեղմացվել է, չնայած ոնց կար նրա կարգավիճակը այնպես էլ մնացել է, Միքայել Սրբազանն էլ գտնվում է Իզմիրյան բժշկական կենտրոնում, նրան էլ քաջառողջություն մաղթենք եւ ընդհանրապես հիմա խոսքը վերաբերում է նաեւ Դավիթ Համբարձումյանի եւ այսպես շարունակ։ Բայց Նարեկի ու Վազգենի թեման հատկապես ուշագրավ է։ Հիմա այս Սրբուհի Գալյանին հարց եմ տալիս, բա որ Նարեկն ու Վազգենը խոսքի համար չեն կալանավորվել։ Ապա ինչի համար են կալանավորվել։ Ես ինչ-որ չեմ հիշում, որ Նարեկն ու Վազգենը փողոցում մարծեց են, քաղաքական հատկանիշներից ելնելով։ Ես ինչ-որ չեմ հիշում, որ Նարեկն ու Վազգենը ինչ-որ մեկին եթերից սպառնան։ Բռնության կոչ անեն, շանտաժ անեն, այդպիսի որևէ բան չեմ հիշում, ես այս խմբագրության նաև իրենց անձնապես մտերիմն եմ եւ ընդհանրապես նույնիսկ բանավոր եթերից դուրս խոսքի ժամանակ այս մարդիկ նույնն են, ինչ որ եթերում արտահայտվում են։ Հենց դրա մասին ենք խոսում, շատ նեղ հավաքված ենք մարդկանցով, ասում եմ նույնիսկ մենք կուլիսներից այն կողմ, երբ որ հանրային եթերում մենք չենք խոսում այն ինչի մասին, որ պետք է, հատկապես այս իշխանությունները համարում են ոչ օրինաչափ, խոսքի անազատության հետ կապված եւ այլն, ասում նույնիսկ մենք երբ որ անհատական փորձում ենք զրուցել, մենք նույնիսկ այդ որոշ տերմիններ նույնիսկ չենք օգտագործում, ի տարբերություն այս իշխանությունների հանձին պարագլխի, որովհետև այս մարդը ինչ է անում, հենց ազգային ժողովից է հնչեցրել բռնության Դե հիմա տեսեք, ըստ երևույթին, երբ որ հաթաթաներ է բանեցրել, Սրբուհի Գալյանը ասում է խոսքի համար Հայաստանում չէ կալանավորվում։ Եվ նկատի ունի, որ կալանավորված չի Նիկոլ Փաշինյանը։ Որտեւ հազար ներողություն եմ խնդրում մեր հերոստատիտողներից, Նիկոլ Փաշինյանն է, չէ, որ ազձախ դոմփելով շինելով մանագալի, կամ նման սպառնալիք հնչեցնելով, բայց ինչպես տեսնում եք, նա իսկապես կալանավորված չի։ Գուցե այն դեպքում, երբ որ ինքը ամեն օր հանցագործության մասին հաղորդում է տալիս։ Խոստովանում էր, չէ, ասում էր, բանը դե տենց փիս բառեր էի ասե, բայց սպասում էի տենա ինստիտուցիոնալ արձագանք կլինի, ոնց որ ծաղրի էլի, մի ամբողջ շատ բաներ ինչ որ չի հիշում։ Ասում է, մեկ էլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մի հատ գրություն ստացա, հասկացա, որ համահանել եմ
Ես ներողություն խնդրեցի։ Հասկանում եք, տեսեք, բայց նարեկ էս պատմության մարազմին կանք էլի։